большой семеркой называют. Մոսկվան ստացել է խաղաղության մասին փաստաթուղթը։ Հենց այսպես է անվանել Վլադիմիր Պուտինը խաղաղության 28 կետանոց ամերիկյան պլանը, որով Ուկրաինան տարածքային մեծ զիջումների պիտի գնար ու հրաժարվեր ՆԱՏՕ-ին անդամակցելուց։ Ըստ Ռուսաստանի նախագահի, ոչ թե պայմանագրի նախագիծ, այլև մի շարք հարցեր են եղել, որոնք պետք է քննարկվեին վերջնական որոշում կայացնելու համար։ Իսկ հնարավոր պայմանավորվածությունների այդ շարքը առաջացել է Անկորիջում Թրամփի հետ հանդիպմանը։ После этого Դրանից հետո Ժնևում ամերիկյան եւ ուկրաինական պատվիրակություններն են բանակցել եւ ինչպես հասկանում ենք որոշել են, որ այդ 28 կետերը պետք է բաժանել 4 առանձին մասերի։ решили, что все эти 28 пунктов нужно разделить на 4 составляющих. Եվ մեզ դա փոխանցվել է։ Մեծ հաշվով մենք համաձայն ենք, որ դրանք կարող են հետագա պայմանավորվածությունների հիմք լինել։ Ըստ արևմտյան լրատվամիջոցների Ժնևում այդ ծրագրի բովանդակությունը փոխվել է հօգուտ Ուկրաինայի։ Որոշ կետեր ծիծաղելի են Պուտինի համար, ինչպես այն կետի ամրագրումը, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Եվրոպայի վրա։ Никогда не собирались, но если они хотят. Երբեք էլ չենք պատրաստվել, բայց եթե նրանք ուզում են դա լսել մեզնից, եկեք մենք դա ֆիքսենք, հարց չկա։ Вопросов нет. Պուտինի խոսքով Ռուսաստան Միացյալ Նահանգներ հաջորդ շաբաթ կայանալիք բանակցությունների հիմնական կետերից մեկը Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի եւ Դոնբասի իրավական ճանաչումը կլինի։ Ուկրաինայի զինված ուժերը միայն հոկտեմբերին կորցրել են 47,000 զինվոր։ Ըստ Պուտինի, զգալի են նաեւ Կիևի տարածքային կորուստները։ Для всех Վոլչանսկն ամբողջությամբ ռուսների վերահսկողության տակ է։ Պոկրովսկն ու Միրնոգրադը շրջապատված։ Կոմսոմոլսկում եւ Սևերսկում լարված մարտեր են։ Զապորոժիեի ուղությամբ ուկրաինական ամուր պաշտպանությունը ռուսական բանակը հաջողությամբ ճեղքում է։ Ռուսաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարը պնդում է. Մոսկվան խաղաղության կողմնակից է եւ զգուշացնում, եթե այսպես շարունակվի, Ուկրաինայի համար առաջնագծում տապալումն անխուսափելի կլինի։ войска Украины уйдут. Ուկրաինական զորքերը դուրս կգան իրենց զբաղեցրած տարածքներից, այդ ժամանակ էլ կավարտվեն մարտական գործողությունները։ Мы добьемся этого вооруженным путем. Եթե նրանք չհեռանան, մենք դրան կհասնենք զենքի ուժով։ Ուկրաինան եւ նրա եվրոպացի դաշնակիցները կտրականապես մերժում են այս պահանջը։ Լուրեր կան, թե Ժնևի բանակցություններից հետո տարածքային հարցը հանվել է փաստաթղթից։ Այն կքննարկվի Թրամփի եւ Զելենսկիի անձնական հանդիպման ժամանակ։ Ուկրաինայի հարցն այսօր Մոսկվայում նաեւ Պուտին-Օրբան հանդիպման օրակարգում էր։ Հունգարիայի վարչապետը ռուսական նավթից ու գազից բացի նաեւ ռուս-ուկրաինական հարաբերություններով է հետաքրքրված։ Այս շաբաթ կհանդիպեն ուկրաինական եւ ամերիկյան պատվիրակությունները աշխատելու Ժնևում կայացած բանակցությունների արդյունքների շուրջ, որոնք ըստ Ուկրաինայի նախագահի պետք է խաղաղություն բերեն եւ անվտանգության երաշխիքներ ապահովեն Կիևի համար։ Հաջորդ շաբաթ կլինեն կարևոր բանակցություններ ոչ միայն մեր պատվիրակության, այլև իմ մասնակցությամբ։ Ըստ արևմտյան մամուլի, Զելենսկին հիմա կանգնած է ահավոր ընտրության առջև, վատ գործարք կամ գործարքի բացակայություն ընդհանրապես։ Հնարավոր է մինչև տարեվերջ ուրվագծվեն ռուս-ուկրաինական խաղաղության սահմանները։ Փորձագետները համոզված չեն։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդելյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։